Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս, բարի գալուս հանրային ռադիոյի առաջին ծրագիր, ամառային նոր առավոտ միասին սկսում ենք հանրայինի ուղիղ եթերում։ Բարի լույս 9:31, ինչը նշանակում է, որ ժամանակն է սուրճը պատրաստելու եւ միասին սուրճն ու սերն առավոտից վայելելու։ Այսօր չորեքշաբթի է, ճիշտ եմ, չէ՞, Այո։ Չորեքշաբթի աշխատանքային շաբաթը կիսում ենք միասին, եթերում Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանն են։ Հուլիսի 29-ն է, այո, չորեքշաբթի, հուլիս ամիսը աստիճանաբար ավարտվում է, եւս 2 օր եւ հրաժեշտ կտանք ու ամառվա վերջին ամիս կթեվակողենք, որի հետ կապված միշտ պլանները շատ ավելի շատ են, կարծես ինչ չենք հասցրել հունիս-հուլիսին, փորձում ենք օգոստոսին տեղավորել, դա կլինի արձակուրդ, դա կլինի տարատեսակ պլաններ, չէ՞, միշտ ամբողջ տարին ասում ենք մի քիչ ինձ ազատ ժամանակ կհատկացնեմ այդ շրջանում, այնպես որ օգոստոսն է մոտենում, այնինչ պլանավորել եք, փորձեք իրականություն դարձնել։ Այո, իսկապես փորձեք վայելել ամռան վերջին ամիսը։ Մենք հիշեցնենք, որ ուղիղ եթերում ենք ոչ միայն FM հաճախականությամբ, այլև on-line հարթակներում, մեր Facebook-յան էջում, Հայաստանի հանրային ռադիո եւ կայքում armradio.am երկու հարթակներում էլ մեզ հնարավոր է նաեւ գրել, ինչպես նաեւ 55-3702 հեռախոսահամարով էլ զանգահարել եւ եթերը դարձնել ինտերակտիվ։ Եթերում կլինենք մինչև ժամը 11-ը, լավ երաժշտություն, լուրեր, քննարկումներ, այնպես որ մնացեք մեզ հետ, բարի լույս բոլորին։ Դու իմ հանգստություն, այնքան եմ քեզ սպասել, դու իմ ջահելություն, չմոռացվող պահել, գիտեմ հիմա է հեշտ բաժանվել, դժվար է պինդ պահել, բայց եկել է սեր, եկել է սեր, Volinem gittem kakas, o gitno ver katas. Երանի որ իմն ես, երանի որ կաս. Սերում ես դեպի վերը, 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 վեր, այնքան պահեր, օրեր, օրեր, օրեր. Դամ ձևերը, վերը, վերը, վեր, ես հնասանդեմ դու ետես. Սերում ես դեպի վերը, 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 վեր, այնքան պահեր, օրեր, օրեր, օրեր. Դամ ձևերը, վերը, վերը, վեր, ես հնասանդեմ դու ետես. Սիրտիմ քոնը, միտքիմ քոնը, քո կողքին Մանմինը անցողի կակամնա հոգին Դու իմ հարստություն, հազիվ եմ քեզ գտել Դու իմ երջանկություն, այնքան եմ քեզ պատրել Volinem gittem kakas, o gitno ver katas. Երանի որ իմն ես, երանի որ կաս. Սերում ես դեպի վերը, 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 վեր, այնքան պահեր, օրեր, օրեր, օրեր. Դամ ձևերը, վերը, վերը, վեր, ես հնասանդեմ դու ետես. Սերում ես դեպի վերը, 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 վեր, այնքան պահեր, օրեր, օրեր, օրեր. Դամ ձևերը, վերը, վերը, վեր, ես հնասանդեմ դու ետես. Քաղաքում կառուցում է շենքեր, ես քեզ գտել եմ դու, գտել եմ դու, գտել եմ դու, գտել եմ դու, սերում ես դեպի վերը, 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 վեր, այնքան պահեր, օրեր, 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 դամ ձևերը, վերը, վերը, վեր, ես հնասանդեմ դու ետես Սուրճ ու սեր առավոտից։ Սերը թողում է ստանի դեպի վեր 9:35 դլիթի երկով սկսեցինք այս առավոտը եւ շարունակենք մեր եթերը։
Մի քանի մեկնաբանություն կարդամ մեր ռադիո լսողների կողմից Ամալիա Ղազարյանն է միացել եւ մեզ բազմաթիվ ստիկերներ ու սմայլիկներ ուղարկել Զվարթ Բարսումյանն էլ բարի լույս է մաղթում Դուք նույնպես կարող եք մեզ մեկնաբանություններ գրել իսկ մինչ դա հասկանանք թե ինչ եղանակ է սպասվում այսօր Երևանում եւ Հանրապետության տարածքում Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, սա որպես անոնսային վերնագիր, իսկ հիմա առավել մանրամասն տեսնենք ինչ են կանխատեսում օդերևութաբանները Հանրապետության տարածքում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է առանձին շրջաններում կարճատև անձրև եւ ամպրոպ Քամին հարավարևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ այսօրվանից մինչև ամսվա վերջ հուլիսի 31-ը Արմավիրի մարզում Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի Մայրաքաղաքում եւս հնարավոր է քաղաքի առանձին հատվածներում կարճատև անձրև եւ ամպրոպ Հուլիսի 29-ից այսօրվանից մինչև հուլիսի 31-ը օգոստոսի 1-ին եւ 2-ին Արարատյան դաշտում Երևանում Արագածոտնի Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ եւ այն մասին թե ինչ սպասել այսօր ցերեկը 36 աստիճան կլինի Մայրաքաղաքում առավելագույնը երեկոյան 31 իսկ գիշերը 23 աստիճան տաքություն է սպասվում եւ ըստ հեռախոսային հավելվածի այս պահին մեր Մայրաքաղաքում 26 աստիճան տաքություն է։ Ահա։ Իդեպ Սևակ Գագիկ Սուրենյանը փոքրիկ ուսումնասիրություն է ներկայացրել, թե այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանը որտեղ եւ քանի աստիճան է դիտվել, փաստորեն ամենաբարձրը եղել է հուլիսի 26-ին Արարատյան դաշտում եւ Երևանի ցածրադիր գոտում, հասնելով 38-ից 39 աստիճանի, բայց բնականաբար Հայաստանում շատ ավելի բարձր ջերմաստիճաններ ենք տեսել, օրինակ 2017-ի հուլիսի 29-ին փաստորեն Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը հասել է մինչեւ +42 եւ 6 աստիճանի։ Ահա, այդպիսի նորություններ Գագիկ Սուրենյանից այժմ տեսնենք ինչ պատկեր է մեր Մայրաքաղաքում խցանումային տեսանկյունից 5 խցանումային նիշը այս դեպքում կարծում եմ պետք չէ շատ մանրանալ ինչպես ասում են 6 7 8 մինչև հասնում է խցանումները այս ժամին ծանրաբեռնված փողոցները բնականաբար այն փողոցներն են որոնք մարդկանց տրանսպորտի հոսքը բերում են դեպի կենտրոն Իսակովի պողոտան ինչպես միշտ այս ժամերին ծանրաբեռնված է Աթենքի փողոցը մի քանի հատվածներում քաղաքի կան շինարարական աշխատանքներ դե գիտեք Կիևյանի կամուրջը փակ է մինչև օգոստոսի 15-ը Տիգրան Մեծ փողոցում կա մի հատված, որտեղ այս պահին վերանորոգման աշխատանքներ են կատարվում եւ միգուցե նաեւ դա է պատճառը, որ մինչեւ Հանրապետության հրապարակ Տիգրան Մեծ փողոտան բավական ծանրաբեռնված է։ Մյուս հատվածներում իրավիճակը փոքրի շատ է տանելի է, մենք բոլոր վարորդներին եւ ուղևորներին համբերություն ենք մաղթում, եթե խցանումների մեջ եք եւ առաջարկում մեզ զանգահարել, գրել հնարավորության դեպքում, որպեսզի այս ծանր վարքյաններն ու րոպեները, որոնք շատ երկար են թվում խցանումների դեպքում, առավել արագ անցնեն։ Իսկ հիմա մեկ իրազեկում Երևանի քաղաքապետարանից։ Այո, Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար քաղաքապետարանը խնդրում է այսօր ժամը 21-ից նշված հատվածում ավտոմեքենաներ չկայանել Արամ Խաչատրյան փողոց։ Այնտեղ նորոգման գործընթացներ են փաստորեն։ Այո, այսօր ժամը 21-ից։ Ձեզ ասենք, որ բնականաբար օդի ջերմաստիճանով պայմանավորված եւ լավ եղանակ է հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհները։ Անցանելի են նույնը կարելի ասել նաև Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհի մասին, որը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Օրվա փոխարժեքին նույնպես անդրադառնանք, տեսենք թե կենտրոնական բանկը ինչ արժեքներ է հայտնում տարադրամի հետ կապված այսօր ամերիկյան դոլարն արժե 366 դրամ 54 լումա, 416 դրամ եւ 39 լումա է եվրոն, ռուսական ռուբլին 4 եւ 6 է, 139 դրամ 6 լումա է վրացական լարին, 486.77 բրիտանական ֆունտ ստերլինգը, դիրհամն այսօր 99.793 է, իրանական ռիալն էլ 0.026 Սա այն կարևոր տեղեկատվությունը, որը վստահ ենք ձեզ պետք է տանից դուրս գալուց առաջ, եթերաժամի ընթացքում դեռ օդի ջերմաստիճանի եւ խցանումների տեսանկյունից թարմացումներ կլինեն։ Այժմ եւս մեկ երաժշտական կատարում, որից հետո արդեն միասին կթերթենք օրացույցը, տեսնենք ինչով է առանձնանում հուլիսի 29 միջազգային ու ազգային օրացույցերում։
feel so good in my skin. Tomorrow I deal with my sins. But will it get better than this? Right now I have everything. I feel so good in my skin. Tomorrow I deal with my sins. Can I be better than this? Can I be better than who let go long time ago and who is still under control? There is so much deep within. I'm climbing out that box I'm told I find my guts and lots of gold. Do you still try to fit in? The road to unknown might bear nightmares and fairy tales. I know that I know nothing, so into the wind I'll sail. But will it get better than this? Right now I have everything. I feel so good in my skin. Tomorrow I deal with my sins. But will it get better than this? Right now I have everything. I feel so good in my skin. Tomorrow I deal with my sins. The station with the best music. Best music. I love the music. Best music. 9:44 հանրայինի ուղիղ եթերում Սուրճ ու սեր առավոտիցն է եւ մենք ուրախ ենք օրը շարունակել ձեզ հետ։ Հատկապես երբ եթերի ինտերակտիվ եք պահում, մեզ մեկնաբանություններ եք գրում, զանգահարում եք եւ ունենք հեռախոսազանգ, տեսնենք թե ով է մեզ միացել։ Բարի լույս։ Բարի լույս Տիկին Անահիտ։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Փորձում եմ լավ լինեմ նամանավանդ հատկապես ձեր երկուսի հետ շփվել ինձ համար տոնը եւ կարողանում եմ ձեզ հետ շփվելուց հետո օրս կառուցել։ Հրաշալի։ Ինչ-որ մի առանձնահատուկ սեր ու հարգանք Սևակ Հակոբյանի եւ Բեգա Անդրեասյանի հանդեպ։ Շնորհակալություն։ Ուղղակի ես ուզում եմ մեկ լրացում անել, Սևակ ջան, ասեմ, որ 1998 թվականին մենք ունեցել ենք 43 աստիճան տաքություն եւ այդ տարի սեպտեմբերի առաջին շաբաթը դասերը հետաձգվեցին բարձր ջերմային ֆոնի պատճառով եւ երկրորդը չեմ կարողանում համբերել, ուզում եմ սրտան շնորհավորել Արարատ Արմենիայի բոլոր երկրպագուներին, մեր թիմը անցավ Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլ, ճիշտ է 3 պարտվեցինք, մեկ ընդհանուր հաշիվը 3-2 Արարատ Արմենիայի օգտին, անգամ եթե Արարատ Արմենիան չկարողանա Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլը հաղթահարի, կոնֆերենցիաների լիգայում հաստատ կխաղա աշնանը, դա շատ լավ է եւ այս վերջերս ես սկսել եմ դիտել հայկական ֆուտբոլ, ինչից առաջ միշտ խուսափել եմ, դա նշանակում է, որ մեր ֆուտբոլը մեծ թափով առաջ է գնում, ես դեռ հավատում եմ մեր ֆուտբոլը դեռ լավ օրեր կունենա
կլինա եւ ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հանրային ռադիոյի տեխնիկական բաժնին ես չեմ դավաճանում իմ սկզբունքներին Սուրճ ու սեր ծրագրի եւ ընդհանրապես հանրային ռադիոյի 24 ժամյա եթերը անխափան ապահովելու համար շատ սիրում եմ ու ամուր գրկում եմ բոլորից սիրելիներ Շատ շնորհակալ ենք այո Տիկին Անահիտ մենք էլ ենք միանում նախ շնորհավորանքներին Իռլանդական Shamrock Rovers-ի հետ պատասխան խաղներ եւ չնայած 1-2 հաշվով պարտություն գրեցինք միևնույնն է այո դուրս եկանք երրորդ փուլ մեր գոլի հեղինակը դարձավ Սանդրո Լիման բայց քանի որ տանը այստեղ հաղթել էին 2-0 հաշվով արդեն հաջորդ փուլում կմրցենք Սլովենիայի Ցելիեի հետ որը պայքարից դուրս էր թողել ալբանական Էգնատիային այնպես որ այո շնորհավորում ենք եւ հաջողություն ենք մաղթում հայ ֆուտբոլիստներին նմանապես միշտ ուշադիր է չէ Տիկին Անահիտյան մարզական նորություններին եւ առաջ բերեցինք այս լուրը իհարկե դեռ մի քանի նորություններ եթերաժամի վերջին հատվածում մարզական ձեզ կներկայացնենք իսկ հիմա հերթն է որպեսզի թերթենք օրացույցը տեսնենք ինչ կա չկա աշխարհում ինչ է կատարվել հուլիսի 29-ին եւ ինչ տոներ են նշվում այսօր միջազգային տոներից ասենք որ վագրի միջազգային օրն է կենթանու հանդեպ բնականաբար ուշադրությունը գրավելու եւ մարդկանց եւս մեկ անգամ հիշեցնելու ինչ կարեւոր են վագրերը մեր բնության մեջ այո եւ հատկապես որ կան տեսակներ որոնք ցավոք շատ քիչ են մնացել եւ պետք է հատկապես ուշադիր լինել մեկ այլ կարեւոր օր որի մասին այսօր դեռ անպայման կզրուցենք եւ շատ հետաքրքիր հյուր կունենանք սոցիալ-մշակութային բազմազանության եւ խտրականության դեմ պայքարի միջազգային օրն է նշվում այսօր մեր օրերում առավել քան կարեւոր թեմա Տեսնենք ազգային տոներից ինչ կա, Միացյալ Նահանգներից սկսենք, Օվկիանոսից այն կողմ այսօր նշում են NASA-ի օրը միջազգային տիեզերակայանը, որը մշտապես իր նորություններով գրավում է բոլորիս Ուտելիքներից այսօր լազանիայի ազգային օրն է եւ հավի թևիկների Եվ այս ամենի հետ մեկտեղ նաեւ շրթներքի ազգային օրն է National Lipstick Day Միացյալ Նահանգներում Հրաշալի տոն է կարծում եմ հատկապես շրթներ կարտադրող ամենախոշոր երկրներից մեկի համար Անդրևի օրն են նաեւ նշում այսօր փաստորեն նահանգներում մի բան որը հատկապես մեծ մասում նահանգներին նրանք հազվադեպ են տեսնում Այլ ազգային տոներ կարծես թե չունենք առանձնահատուկ հիմա գանք օրվա հոբելյարներին Այսօր կարծես թե երաժշտության համար բավական կարևոր օր է եւ հնչեղանուններ են ծնվել Սկսենք Ռուսաստանից այստեղ Իգոր Կրուտոյի ծննդյան օրն է 1954-ի այսօրն է ծնվել երգիչ կոմպոզիտորը Առավել, բայց կոմպոզիտոր ինձ համար չէ, մի շարք ռուսական հիթերի հեղինակ եւ մինչեւ այսօր էլ նա շարունակում է ստեղծագործել եւ հատկապես նոր ալիք մրցույթը կարծես նրա երգերի շուրջ է, չէ, կառուցվում։ Այո։ Անվանի հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան օրն է այսօր 1929 թվական։ Ասում ենք, չէ, որ երաժշտության համար կարևոր օր է, փաստորեն նաև Կոնստանտին Օրբելյանի ծննդյան օրն է 1928 թվականի այսօրն է ծնվել դաշնակահար դիրիժոր Օրբելյանը։ Այո, Օրբելյան եղբայրներից մեկը եւ 1817 թվականի այսօրն է ծնվել աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովանես Այվազովսկին, որին չէ տարբեր ազգեր փորձում են իրենց հովանել։ Այո։ Բայց նա հայ է եղել եւ նրա կտավները մինչև օրս էլ շարունակում են հիացնել միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Այո, այսպիսին էր օրացույցն այսօր մենք իհարկե շնորհավորում ենք նաև բոլոր այն մարդկանց, որոնք հանրային մասնագիտություն չեն ընտրել եւ օրացույցը չի շեշտում նրանց ծանոթության օրը, բայց միևնույն է շնորհավորում ենք բոլորին, առյուծիկներն են կարծես թե հիմա նրանց սեզոնն է։ Մեզ միացել են եւ շարունակում են մեր ռադիո լսողները միանալ նաև մեր Facebook-յան էջում, Արտյոմ Միքայելյանն է միացել բարի լույս բոլորին, լավ օր եւ հաճելի ժամանց սուրճ ու սերի հետ ձեզ շատ ենք սիրում։ Մեզ բարի լույս է մաղթում նաև Արտակ Մխիթարյանը։ Բարի լույս բոլորիդ, եւս մեկ երգ լսենք, աստիճանաբար ժամն է մոտենում ռադիոլուրին, բայց այժմ երաժշտական դադար։ One-way ticket to Yerevan.
what's next. See the heart of our damn who we are. Are you taking me for granted? No, I'm not. This isn't easy. Please believe we're the same. Forced to play a game of shame. I can't take my feelings tonight. I'm feeling alive. I wanna hold you in the light of the morning sun. For your Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր, լավ տրամադրություն, այո առավոտից, դուք հանրային ռադիոյի հետ եք, օրը սկսել, հիշեցնենք չորեքշաբթի է, հուլիսի 29-ը եւ մինչեւ ժամը 11-ը կլինենք եթերում, ձեզ ապահովելով լավ երաժշտությամբ, հետաքրքիր եւ օգտակար տեղեկություններով։ Այո 9:55 հիշեցնեմ, որ տաղավարում Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանն են, երկուսս էլ սպասում ենք նաեւ ձեր զանգերին, մեկնաբանություններին, ուրախ ենք, որ մեր ռադիո լսողները ակտիվ են, մեր Facebook-յան էջն է Հայաստանի հանրային ռադիո, կայքն էլ armradio.am 553702, սա էլ այն հեռախոսահամարն է, որով կարող եք զանգահարել մեզ։ Այսօր կարևոր օր է, կարևոր օր է նշվում միջազգային օրացույցում սոցիալ-մշակութային բազմազանության եւ խտրականության դեմ պայքարի օրն է։ Մենք անպայման ունենալու ենք եթերաժամի երկրորդ հատվածում նաև հյուր այս թեմայով, շատ հետաքրքիր հյուր ենք ունենալու, բայց այսօր հյուրը շատ եւ հյուրառատ է մեր եթերը, կունենանք նաև հետաքրքիր միջազգային ներագրական փառատոնի ներկայացուցիչ
զրուցիչներ, որոնք էլի կգան մեր տաղավար եւ կպատմեն իրենց հետաքրքիր ու կարեւոր նախաձեռնության մասին, այնպես որ շատ խիտ եւ բովանդակային առումով լիքը եթեր ենք ունենալու այսօր, անպայման շարունակեք մնալ մեզ հետ։ Րոպեներ անց արդեն կծանոթանանք ինչ կա չկա աշխարհում, Հայաստանում, տարածաշրջանում, ռադիոլուրի մեր գործընկերներն են յուրաքանչյուր ժամագլխի թարմացնում տեղեկատվությունը, լուրերը եւ այդ ամենին կարող եք հետեւել ոչ միայն մեր եթերում, այլև մեր սոցիալական հարթակներում, Facebook, Instagram, Telegram եւ բնականաբար լուրերի թողարկումները յուրաքանչյուր ժամագլխին հանրայինի ուղիղ եթերում։ Մենք գովազդային դադար ունենք, կարծես թե մեր գործընկերներին արդեն խնդրենք անցնել գովազդային դադարի, որից հետո տաղավարում կհյուրընկալենք ռադիոլուրի մեր գործընկերոջը, իսկ դուք շարունակեք հետևել մեզ նաև Facebook-յան հարթակում գրելով մեկնաբանություններ։ Պրեզիդենտ ջան, ժողովուրդը հարցնում է, հիմա սա երազատ է իրականություն։ Կապրենք, կտեսնենք։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիոլուրը շարունակում է ներկայացնել ժամի լուրերը, տաղավարում աշխատում է Հասմիկ Մարտիրոսյանը, ներկայացվելիք թեմաները նախ համառոտ։ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Էդվարդ Ասրյանը այցելել է N զորամիավորում հանդիպել դիրքերի ավակներին եւ ջոկերի հրամանատարներին։ Հայաստանում կառուցվում է $5 միլիարդ արժողությամբ արհեստական բանականության տվյալային կենտրոն, այն կգործարկվի շուտով։ Թրամփը դրական է որակել
Զելենսկի եւ Նեթանյահուի հետ հանդիպումները։ Այս եւ այլ թեմաների մասին ընդգրկուն վարքյաններ անց։ Եվ այսպես տեղեկանում ենք անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դե Կոնտիին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ անվտանգության խորհրդի քարտուղարը բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։ Դեսպանը իր հերթին շնորհակալություն է հայտնել սերտ փոխգործակցության եւ ցուցաբերված աջակցության համար։ Facebook սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։ Այս մասին գրառում է արել Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Մասնավորապես ընդգծել է մեջբերում հորդորում ենք զերծ մնալ կեղծ եւ սուտ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաեւ հասարակության շրջանում Հայաստանի բանակի հեղինակությունը վարկաբեկելուն ուղղված անհիմն փորձերից։ Նման հրապարակումները մոլորեցնում են հանրությանը, նպաստելով ապատեղեկատվության տարածմանը։ Զինծառայող ԱՀ-ի դաժան կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են, նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով։ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ, տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով նրա առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։ Մեջբերման ավարտ է։ Պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացնում է, որ նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պարբերական այցերի շրջանակում եղել է N բանակային զորամիավորումում, նա հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին եւ դիրքերի ավագներին։ Հանդիպան առանցքում եղել են ստորաբաժանումներում ծառայողական պատասխանատվության բարձրացման, կանոնադրական հարաբերությունների անշեղ պահպանման, ենթակաների նկատմամբ հոգատարության եւ փոխադարձ հարգանքի ամրապնդման հարցերը։ Այլ լուրերի մասին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծը հանրային լսման ձևաչափով մասնակցել են ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչներ։ Դավիթ Խուդատյանն ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էլեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական եւ ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության եւ սպառողների իրավունքների պաշտպանության կարեւորությունը։ Մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չեն ներկայացվել։ Տարեսկզբին հաշվի առնելով սննդի առաքման ծառայություններից օգտվողների կտրուկ աճը եւ քաղաքացիների դժգոհությունները, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մատակարար կազմակերպություններին զգուշացրել էր ոլորտում լայնածավալ ստուգումներ սկսելու մասին։ Կառույցից հստակեցրել էին առաքիչների կողմից նախնական եւ պարբերական բժշկական զննություն չանցնելու եւ սանիտարական գրքույկ չունենալու դեպքում տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Հաշվի առնելով, որ շուկայում կա շուրջ 2-ից 3000 առաքիչ, տնտեսվարողները սահատամիտ ժամանակ էին խնդրել բոլոր աշխատակիցների բուժ զննության եւ գրքույկների ձեռքբերման գործընթացը ավարտելու համար։ Եվ 2026 թվականի օգոստոսի 1-ից տեսչական մարմինը ամբողջ ծավալով կիրառելու է օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոն, ծանոթացել է արհեստական բանականության գործարան տեխնոլոգիական ենթակառուցվածքներին, հաշվարկային համակարգերին եւ բացման ընթരാճ իրականացվող վերջին տեխնիկական աշխատանքներին։ Հայրապետյանն ընդգծել է, որ այս ռազմավարական նախագիծը մեծացնելու է Հայաստանի տեխնոլոգիական մրցունակությունը, նոր հնարավորություններ ստեղծելով գիտահետազոտական համայնքի, ստարտափների եւ պետական հատվածի համար։ Ծրագրի առաջին փուլի ներդրումները կազմում են $500 միլիոն, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր բյուջեն կհասնի շուրջ $5 միլիարդ շահագործման հանձնելով եւս 42000 գրաֆիկական պրոցեսոր։ Այս համագործակցության շնորհիվ Հայաստանը տեխնոլոգիաներ սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության արդյունքներ եւ լուծումներ առաջարկող երկրի։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Facebook
հանրապետության էջում կատարած գրառման մեջ հավելել է նաև, որ ամիսներ առաջ անհնարին թվացող այս նախագիծը արդեն իրականություն է եւ արհեստական բանականության գործարանը կգործարկվի օրեր անց։ Եվ մեկ լուր միջազգային անցուդարձից ԱՄՆ նախագահը դրական եւ արդյունավետ է որակել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանը կայացած առանձին հանդիպումները։ Մասնավորապես օրվա առաջին կեսին նախագահ Թրամփը օվալաձև աշխատասենյակում փակ դռների հետևում ավելի քան 1 ժամ բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ։ Հանդիպումն ընթացել է Կիևի եւ Մոսկվայի միջև փոխադարձ հեռահար հարվածների ինտենսիվացման ֆոնին։ Առանձնազրույցից հետո Զելենսկին հանդիպումը որակել է արդյունավետ եւ հայտնել քննարկված առանցքային թեմաները, մեջբերում նախագահի հետ խոսեցինք պատրիոտ համակարգերի հրթիռների եւ այլ օգտակար միջոցների արտադրության լիցենզիաների մասին մեջբերման ավարտը։ Զելենսկու հետ բանակցություններից անմիջապես հետո ԱՄՆ նախագահը ընդունել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Հանդիպումը տեղի է ունեցել տարածաշրջանային խիստ լարվածության, ԱՄՆ-Իրան հակամարտության եւ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումների ֆոնին։ Եվ Reuters-ը հայտնում է, որ Նեթանյահուն զրույցը որակել է գերազանց։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ինչպես կզարգանան իրադարձությունները կտեղեկացնենք ժամը 11-ին, մնացեք հանրային ռադիոյի հետ, ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ I saw you dancing in a crowded room. You look so happy when I'm not with you. But then you saw me, caught you by surprise. A single teardrop falling from your eye. I don't know why.
Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս բոլորին, ովքեր նոր են մեզ միացել, 10-11 մենք շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը, Սուրճ ու սեր առավոտից հաղորդման եթերաժամի երկրորդ հատվածը մեկնարկեց։ Այո, ինչպես սովորաբար այսօր նույնպես ունենալու ենք հյուրեր, որոնք շատ շուտով կլինեն տաղավարում եւ կողջունենք նրանց, բայց մինչեւ այդ երևի թե անդրադառնանք մարզական մի քանի կարևոր նորության, գիտեք, որ Բաքվում շարունակում է ընթանալ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը եւ 48 կիլոգրամ քաշային կարգի հաղթողի եւ մեդալակիրների պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ, ինչի արդյունքում Արարատ Ավետիսյանի պատվին բարձրացվեց Հայաստանի դրոշը։ Նա պարգևատրվեց բրոնզե մեդալով եւ այսպիսով դարձավ առաջին մարզիկը այս պահին նվաճեց առաջին մեդալը Բաքվում անցկացվող առաջնությունում։ Հիշեցնենք, որ սա մինչև 17 տարեկանների առաջնությունն է, մենք բազմաթիվ ներկայացուցիչներ ունենք եւ կարծես թե ելույթները լավ են ընթանում, ընթացքում կհետևենք եւ նոր փաստեր նույնպես կասենք այդ մասին։ Տեղափոխվենք խառը մարտերի տիրույթ, խառը մենամարտերի UFC դասակարգման երկրորդ համարարման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով մենամարտ կանցկացնի Երևանում։ Ծառուկյանի մրցակիցը կլինի հայտնի ֆիթնես բլոգեր Հնդիկ Անկիտ Բայամպուրյան։ Մենամարտը նախատեսվում է անցկացնել Hypermania մրցաշարի շրջանակում Երևանի Տաշիր արենայում։ Այս մենամարտը կլինի գլխավոր իրադարձությունը երեկոյի, սակայն ինչպես հասկանում եմ, այլ մարտեր նույնպես պլանավորվում են եւ հաջողություն մաղթենք մեր մարզիկին, հիշեցնելով, որ նա անցկացրել է խառը մենամարտերում 25 մենամարտ, տարել է 22 հաղթանակ եւ կրել 3 պարտություն։ Գանք ֆուտբոլի դաշտ, ֆուտբոլի ոլորտ, այստեղ Զինեդին Զիդանի հետ կապված կա նորություն, կարծում եմ մարզասերները արդեն գիտեն, որ Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ եւ նորանշանակ մարզիչը հայտարարել է, որ Մադրիդի Ռեալի ղեկը թողնելուց հետո նա ձեռքերը ծալած չի նստել, անվանի մասնագետը նշել է, որ շարունակել է ակտիվորեն հետևել ֆուտբոլին, դիտել եմ ավելի շատ հանդիպումներ, քան այն ժամանակ, երբ մարզում էի Ռեալը, ես երկար եմ հետևել Ֆրանսիայի հավաքականին եւ տեսնում եմ, որ թիմը հսկայական ներուժ ունի, ասել է Զիդանը, հիշեցնենք, որ Իսպանիայում աշխատելու տարիներին Զիդանը Ռեալի հետ 3 անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում։ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Զիդանը փոխարինել է Դիդիե Դեշամին, որը ազգային թիմի հետ աշխատում էր 14 տարի։ Մի կարելի ասել զվարճալի նորություն կարծես թե նույնպես ունենք, Կուկուրելյան, որը Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի Ռեալի պաշտպանն է, Մարկ Կուկուրելյայի մասն է խոսքը, վերջին շրջանում շատ քննարկվում էր, խոստացել էր, որ եթե հավաքականի մարզչի շնորհիվ չեմպիոն դառնա, մի հետաքրքիր արարք է անելու։ Այո, եւ խոսքը դաջվածքի մասին է, մունդիալում չեմպիոն հռչակվելու դեպքում նա խոստացել էր հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենետեի պատկերով դաջվածք ունենալ մարմնին եւ Վեգա խոստումն արդեն իրականություն է, Կուկուրելյան սոցցանցերի իր էջերում հրապարակել է լուսանկար երկրպագուներին ցուցադրելով դաջվածքը, լավ էլ ստացվել է, կարող ես նայել այստեղ դաջվածքը։ Շատ հետաքրքիր է։ Մնացյալ դաջվածքների հետ կարծես թե որևէ աղերս չունի։ Ներիր, բայց Գանդիին է նման, ավելի շատ կարծես թե։ Ես կարևորը չեմպիոն է, որը իրականացրել է իր տված խոստումը։ Նա հաճախ է կարծես թե մարմնի հետ կապված խոստումներ տալիս, մի շրջան էլ ասել էր, որ ավելի լավ է մազերը կտրի, քան ակումբը փոխի, բայց ակումբը փոխեց, իսկ մազերը կարծես չկտրեց։ Ինչևէ, մարզական նորությունները այսօրվա համար այսքանն էինք առանձնացրել, եթե իհարկե ընթացքում ինչ-որ շատ հետաքրքիր մի բան լինի, անպայման եթերաժամի վերջին հատվածում նույնպես կտեղեկացնենք, բայց հիմա եւս մեկ երաժշտական դադար, հետո կվերադառնանք։
Hibiscus and fade away to shake up. Would you let me kiss up on the table? I don't think you can mokat sarsner. Haralo, unkere gerach kerese. Haralo. Wake up, grab a brush and put a little makeup. Hibiscus and fade away to shake up. Would you let me kiss up on the table? You could create it out of fable. Grab a brush and put a little makeup. Hibiscus and fade away to shake up. Would you let me kiss up on the table? I don't think you can mokat sarsner. Haralo, unkere gerach kerese. Haralo, hakele khaska bel almas. Haralo, akhela vitso bunimas. Haralo. Father, to your hands I commend my spirit. Father, to your hands, why have you forsaken me? In your eyes forsaken me. In your thoughts forsaken me. In your heart forsaken me. You can mokat sarsner. Haralo, huri meri karakusek. Haralo, dus yekek dus mokat spesek. Haralo, yekan mokat sarsner. Haralo. The station with the Отражение сил отряда. best music. Best music. I love the music. Best music. Բարի լույս բոլոր մոկացարսներին, որոնք արթնացել են եւ որը սկսում են մեզ հետ սուրճ են պատրաստել ընտանիքի համար եւ նաեւ իրենց համար ու վայելում են։ Մենք հիմա ձեզ մի քանի հետաքրքիր շնորհություններ ենք ներկայացնելու, որոնք զվարճալի են եւ նաեւ ինչ որտեղ զավեշտալի եւ նաեւ եւս մեկ անգամ հիշեցնում են, որ ամեն ինչ պետք է ստուգել, ուսումնասիրել։ Իտալիայում մեծ աղմուկ է բարձրացել, որովհետեւ պարզվել է, որ երկար տարիներ բազմաթիվ զբոսաշրջիկներ խապվել են եւ գումար ծախսել մի տեղում, որտեղ դրա կարիքը չկար։ Ինչ է տեղի ունեցել, Ֆրանկո Մալոսո անունով մի տղամարդ 2000-ականներին կառուցել է մի ամֆիթատրոն եւ ինքն իրեն ներկայացրել է որպես կարևոր հայտնագործության հեղինակ, պնդել է թե ինքը ոչ թե կառուցել է, այլ հայտնաբերել է եւ որ դա հնագույն մի ամֆիթատրոն է, որտեղ անձամբ կեսարն էր այցելում եւ Իտալիայի Վիչենցա գավառի Ակունյանո կոմունայի բլուրներից մեկի վրա կառուցված այսպես կոչված ամֆիթատրոնը, չնայած նրան, որ ժամանակակից քարերից, բետոնե սյուներից եւ գիպսե արձաններից էր, արհեստականորեն հնացված, նա ներկայանալով այս հնագիտական կարևոր բացահայտման հեղինակը կազմակերպում էր միջոցառումներ, էքսկուրսիաներ եւ սեվակուշադրություն յուրաքանչյուր զբոսաշրջիկից գանձում 40 եվրո։ Այս խաբեությունը ջրի երես է դուրս եկել այն ժամանակ, երբ կառույցը սխալմամբ ներառվել է պաշտոնական զբոսաշրջային ուղեցույցի մեջ, ինչից հետո լուրջ հետաքննություններ են սկսվել, այո։ Արդյունքում Իտալիայի գերագույն դատարանը հաստատել է նրա պատիժը եւ 28 ամսով նրան կալանքի արել եւ բանտում է հայտնվել, ինչ նաեւ ապօրինի կառույցն է քանդվել, որովհետեւ այն ապօրինի կերպով էր կառուցված։ Եվս մեկ անգամ սա փաստում է, որ հատկապես արտերկրում պետք է շատ ուշադիր լինել, խոսեք ձեր այն մտերիմների հետ, որոնք արդեն եղել են այդ երկրում, չնայած այս դեպքում ինչպես հասկացա տարիներ շարունակ շատ է։ Տարիներ շարունակ սուտը հյուսվել է, այո։ Եղել, այո։
Դժվար է այսօր հավատալ որևէ լուրի կամ ինֆորմացիայի, տեսեք անգամ տեսարժան վայրերի հետ կապված ինչպիսի կեղծիքներ են լինում։ Շարունակենք թեման, հատկապես այս գծով մարդկանց, ովքեր այդքան էլ արդար չեն, ահա երգչուհի Արիանա Գրանդեն է նման խնդրի բախվել, նա նշել է, որ անհայտ հաքերները կոտրել են իր գործընկերների էլեկտրոնային սարքերը եւ գողացել իր չթողարկված երաժշտական թրեքերը, տեսանյութեր, լուսանկարներ, որոնք սկսել են վաճառել սև շուկայում։ Կալիֆոռնիայում ներկայացված դատական հայցի համաձայն գողությունները շարունակվել են իդեպ տարիներ շարունակ։ Երգչուհին դեռևս չի նշում կասկածյալների կոնկրետ անուններ, բայց ասում է, որ նրա իրավաբանները ծրագրում են հարցումներ ուղարկել տարբեր ինտերնետ պրովայդերների եւ IT ընկերությունների, որպեսզի պարզեն կիբերհանցագործների անձը եւ ինքնությունը։ Այդում նշվում է, որ չարագործները կատարել են չթողարկված բովանդակության ապօրինի եւ աղաղակող գողություն, տարածում եւ օգտագործում են երգչուհու դեռևս չթողարկված երգերը։ Գրանդե իրավաբանական թիմը նաև ընդգծել է, որ արտիստի անձնական տվյալներն ու աշխատանքային նյութերը վաճառելով հաքերները բնականաբար բավական տպավորիչ գումարներ են վաստակել այդ հաքերները։ Հիշում ես տարիներ առաջ էլ տարածված էր շատ, հատկապես երբ դեռ այդքան համացանցն էլ հասանելի չէր բոլորին, բայց մեկ էլ հեռախոսների մեջ հայտնվում էին այս կամ այն երգչի չթողարկված ձայնագրությունները, չնայած հաճախ ասում են, որ դա երբեմն հատուկ մարքեթինգային արշավի մի մաս է, երբ երգիչները կարծես թե այսպես ասած սլիվ են անում իրենց թողարկած երգերը առանց այն պրեմիերա անելու։ Սևակ սա վերաբերում էր նաև, չգիտեմ, կհիշես թե չէ, հաճախ հայտնի սերիալների նոր էպիզոդներին, որոնք շաբաթը մեկ էին ցուցադրվում, ես հիշում եմ, որ Game of Thrones-ի վերջին սեզոնի ժամանակ էպիզոդներից մեկը մեկ օր շուտ հայտնվեց համացանցում, բայց շատ հետաքրքիր եւ գեղեցիկ մի բան նաև տեղի ունեցավ։ Երկրպագուները, իրական երկրպագուները որոշեցին չդիտել այդ կեղծը եւ շատ քիչ դիտումներ հավաքեց այս կեղծը հաքերների կողմից հրապարակված էպիզոդը, ոչ թե կեղծ, այլ ապօրինի ճանապարհով ձեռք բերված եւ փոխարենը երկրպագուների մեծ մասը սպասեցին եւ դիտեցին պաշտոնական կայքում։ Այ ինչի է նշանակում լինել հավատարիմ երկրպագու։ Դե Արիանա Գրանդեի երգերից մեկը լսենք, որը ինքը անձամբ է թողարկել տարիներ առաջ, 7 տարի առաջ եւ փաստորեն YouTube-ում արդեն 1.6 միլիարդ դիտում ունի այն։ Breakfast at Tiffany's and bottles of bubbles. Girls with tattoos who like getting in trouble. Lashes and diamonds, ATM machines. Buy myself all of my favorite things. Been through some bad shit, I should be a savage. Who would've thought it turned me to a savage? Rather be tied up with calls and not strings. Write my own checks like I write what I sing. My wrist, stop watching. My neck is flossy, make big deposits. My gloss is popping. You like my hair? Gee, thanks, just bought it. I see it, I like it, I want it, I got it. Yeah, I want it, I got it, I want it, I got it. I want it, I got it, I want it, I got it. Yeah, you like my hair? Gee, thanks, just bought it. I see it, I like it, I want it, I got it. Yeah, wearing no ring, but ain't gon' be no misses. But matching diamonds for 6 of my bitches. I'd rather spoil all my friends with my riches. Think we tell therapy my new addiction. Whoever said money can't solve your problems must not have had enough money to solve them. They say which one, I say nah, I want all them. Happiness is the same price as red bottoms. My smile is beaming, my skin is gleaming. The way it shine, I know you seen it. I bought a crib just for the closet, both his and hers. I want it, I got it. 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 You like my hair? Gee, thanks, just bought it. I see it, I like it. I want it, I got it. My receipts be looking like phone numbers. If it ain't money, then wrong number. Black card is my business card. The way it be setting the tone for me. I don't need a brag, but I be like, put it in the bag, yeah. When you see the max, they stacked up like my ass, yeah. Shoo, go from the south to the booth, make it all back in one loop. Give me the loot, never mind, I got the juice. Nothing but never we shoot. Look at my neck, look at my debt. Ain't got enough money to pay me respect. Ain't no budget when I'm on the set. If I like it, then that's what I get, yeah. I want it.
10:27 մենք վերադառնում ենք եթեր եւ ուրախ ենք արդեն ձեզ ներկայացնելու մեր հյուրին։ Այո, արդեն խոսեցինք այն մասին, որ սոցիալ մշակութային բազմազանության օրն է նշվում այսօր եւ շատ մեծ սիրով ներկայացնում ենք արդեն երկար տարիներ Հայաստանում բնակվող գործարար ապրանքների միջազգային առևտրի մասնագետ եւ ներդրող Դանեշ Նարայանանին։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եք։ Ինչպես եք սովորաբար սկսում առավոտները։ Առավոտներ որ հելնում ենք մի քիչ ժամ, մի քիչ իմ համար ոնց որպես meditation։ Մինչև ուշքի գամ։ Չեք սիրում խոսել, շփվել, առաջին կես ժամը դուք ձեր աշխարհում եք։ Սուրճ, առավոտյան։ Չէ, ջուր եմ կամում։ Ջուր, ահա, ավելի ճիշտ սովորության կողմից։ Իսկ սուրճ առհասարակ չեք խմում, թե։ Չէ, ես սուրճ շատ եմ սիրում, բայց ոչ առավոտը։ Ոչ առավոտ շոտ, սենց մի ժամ հետո։ Ահա։ Դանեշ, ինչպես եք 95 թվականից մենք դաթարի ընթացքում պարզեցինք 1995-ից արդեն Հայաստանում եք, ինչպես ստացվեց ձեր տեղափոխությունը, ինչպես առաջին անգամ եկաք եւ ինչպես որոշեցիք մնալ։ Ես Դուբայում եմ ապրում ու 93 թվականին հանդիպեց իմ նախկին պարտներների հետ Հայաստանի եւ առաջ անգամ եկավ 95 թվականին բայց մշտական եկել եմ 96 թվականից, այո։ Գործով էր սանոթացել, մենք անդեգից ապրանքերով գարգում Հայաստան, մեծ քանակներով։ Եվ 95 թվականին որ եկավ մենք Unitex Apparel սպա բացեց, որ հիմնականում զբաղվում էր շորերի արտադրելով։ Մենք ուներ մեր զավոդը Երևանում, բացի մեր զավոդից մենք մեր պատվեր մի 1000 հոգի ամբողջ Հայաստանով աշխատում էր։ Մենք հիմնականում կարում ու գարգում էր Ամերիկա։ Ահա։ JCPenney, sense մեծ բրանդերի համար։ Իսկ ինչպես որոշեցիք մնալ։ Դուք ինչպես հասկանում եմ եկաք գործով, բայց ինչպես ստացվեց, որ բնակություն հաստատեցիք։ Ես առաջի անգամ որ եկավ, ես մտածում եմ մի 2-3 տարի մինչև ես չգիտեի քանի տարի եմ մնալու, մտածում եմ որ մի 4-5 տարի կմնամ ու հետ կգնամ Դուբայ։ Բայց եկավ հետո մեր գործեր որ ավարտված տեք, ես ուզում եմ տեղափոխել Ամերիկա, գնացել եմ Նյու Յորք, բիզնես եմ բացել, բայց էլի չկապանդեք, հետ եմ եկել Հայաստան։ Հայաստանը սիրել եք, վստահ եմ Հայաստանն էլ ձեզ, քանի տարի պահանջվեց ձեզ լեզուն սովորելու համար, մեր լեզուն ամենահեշտերից չէ, իհարկե հնդիկներին կարծես հեշտ է տրվում մեր լեզվով սովորել, խոսել, բայց ինչպես սովորեցիք նաև հայերեն։ Հայերեն մոտավորապես մի 1.5 տարի։ Վաու։ Ես ստիպված եմ սովորել, ինձ համար երբ որ գործարան աշխատում էր։ Բոլոր Հայաստանով ես գնում էր մենք ուներ quality controller-ներ, որ պետք է բացատրեր աշխատողներին, ու սենց ես սկզբից տարգմանում, բայց սենց սովորեց, այո։ Միայն խոսում եք, թե նաև գրում եք, կարդում եք հայերեն։ Ես մենակ խոսում եմ։ Մենակ խոսում եք, գրել կարդալ էլ ավելի դժվար է մեր լեզվով։ Դանեշ շատ են ասում, ես թե Հնդկաստանում եղած հայերից, թե իմ հնդիկ ընկերներից, ծանոթներից շատ եմ լսում, որ մշակութային նմանություններ կան, որոշ հարցերում մենք նման ենք։ Հետաքրքիր է, ինչ նմանություններ կան, ինչով ենք իրար նման, եւ ինչն է ձեզ համար, երբ նոր եք եկել Հայաստան, շատ տարբեր կամ որ ձեզ զարմացրել է։ Առաջինը Հայաստան եւ Հնդկաստան հին երկրներ են։ Այո։ Մեր կուլտուրա, տրադիցիա մոտավորապես նման են։ Անտանիքի պահով դե սրա համար սրտով ես մտածում եմ որ հայերը հնդիկների հետ շատ մոտիկ է։ Այո։ Դուք տեսեք 95-96-ից եք եկել, երբ Հայաստանում շատ քիչ էին օտարազգիներ, այդ թվում հնդիկներ, հիմա բավական շատ են, տարիներ առաջ հիմնականում գալիս էին բժշկական համալսարանում սովորելու, հիմա նաև աշխատանքի համար են գալիս եւ շատ ուրախ ենք, որ բազմազգ է, դառնում է երկիրը ավելի եւ այդ ամենը նաև մարդկանց սովորեցնում է, աչքին է սովորում, չէ՞, մարդիկ տեսնել, հանդուրժել այլ մշակույթ, օտար մշակույթ, այլ արժեքներ, հիմա երբ շատ գալիս են արդեն Հայաստան
Հայաստան, հետաքրքիր է ունեք արդեն ընկերներ, ծանոթներ, որոնք ձեր օրինակին են հետևել, տեղափոխվել են Հայաստան եւ արդյոք ձեզ ուրախացնում է մեր երկրում տեսնել այդքան շատ ձեր ազգակիցներին։ Ճիշտ ասած, երբ որ ես նոր եկավ, ես մտածում էր ես առաջ հանդիքեմ Հայաստանում, բայց տեսար, որ արդեն ուսանողներ ստեղ են։ Այո։ Այդ սովետ ժամանակից սովորող ուսանողներ կային։ Բայց շատ քիչ էր, մի 20-30 հոգի ընդամենը։ Հետո կամաս տեսար, որ հանդիքներ սկսավ գալը, հիմնականում մի 10 տարի առաջ, երբ որ վիզայի ռեժիմներ բացեց, այն ժամանակը սկսավ գալը։ Հիմիկվա մասաներ, որ գալիս են, հիմնականում գործի համար են գալիս։ Այո։ Իրանց նպատակը մենակ գործն է։ Մեծ է հիմա, որ կոսում ենք մարդիկա շատ ուրակ են, Հայաստանը ոչ մի ձևով չես կարա դժգոհ լինի։ Այո, մեր տոներին տեսնում ենք, որ ակտիվ մասնակցում են, օրինակ Վարդավառին հնդիկները շատ ակտիվ են մասնակցում։ Մենք էլ ունենք հոլի դուք գիտեք, բայց այնի գույնով է, բայց էսի առանց գույն, էսի ավել լավ է, ճիշտ ասած։ Սկզբունքը նույնն է։ Հետո մաքրելու պատմություն չկա։ Այո։ Եվ հետաքրքիր է, ավելի նոր տեղափոխված ձեր ազգակիցները լինում է, որ խորհուրդներ հարցնեն, ինչպես ավելի արագ ադապտացվել կամ գուցե դուք խորհուրդներ ունեք այն մարդկանց համար, որոնք նոր են տեղափոխվում Հայաստան, ինչ անել ավելի արագ ադապտացվելու համար։ Նայ, իմ համար ամենակարևորը մենակ էսի իմ կարտիկ չէ, իմ ինգերներ, ով հանդիկներ, ով ստեղ շուտ անից են ապրում, մենակ մի հատ բան է, որ շատ մարդիկ illegal են գալիս, պետք է legal գա։ Ստեղ հիմա ոնց որ էսի դարելա բիզնես, ագենտներ բերում են, իրանց փող են վերցնում, վերում են։ Ես դեմ եմ սենց բաներ։ Եթե ուզում են գա, պետք է օրինական ձևով գա։ Հետո երբ անօրինական ճանապարհով են գալիս, հենց իրենց էլ է շատ վատ լինում, որովհետև այն մարդիկ, որոնք աշխատանքի համար տեղափոխում են, սովորաբար չարաշահումներ են լինում, շատ ավելի քիչ վարձատրություն, շատ ավելի վատ պայմաններ եւ նրանք հենց իրենց իրավունքները շատ դժվարությամբ են հետագայում կարողանում պաշտպանել, այնպես որ այո, միանգամայն այս առումով եւս համաձայն եմ։ Ձեր ընկերները այստեղ ավելի շատ հայեր են, հնդիկներ են, ունեք ընկեր վստահներ եմ տեղացի հայեր են։ Տեղացի, այո։ Իսկ հետաքրքիր է խոհանոցը, միևնույն է ձեր հնդկական սիրելի ուտելիքները պահպանում եք, այստեղ կա թե հայկական խոհանոցն եք սիրում, որոնք են ամենասիրելի իմ համար հայկական խոհանոց ես առաջի անգամ որ կերել եմ, այն օրվանից ես սիրում եմ հայկական։ Ինչի համար անկետ ասեմ, մինչև եկավ ստեղ ես մսի համ չգտեր։ Ինչի համար մեր մոտ շատ համեմունք են օգտագործում։ Այո, շատ։ Բայց Հայաստանի միսը ինձ թվում է աշխարհի ամենալավ միսն է։ Մենք համաձայն ենք ձեզ հետ։ Հետաքրքիր է ձեր ընտանիքի անդամներ, ընկերներ, բարեկամներ, արդյոք ձեր այստեղ տեղափոխվել են նաև նրանց ճակատագրի վրա ազդեց եւ կան մարդիկ, որ եկել են ձեզ հետ։ Այո, ես ու իմ կինայինքը Պարսկոյը, մենք 28-ացավ ստեղ, երեքա ունեցավ։ Իմ երեքեկը ստեղ են ծնվել, երկու երեքա, հիմա ստեղ դեպրոցում են գնում։ Իրենք են խոսում հայերեն։ Իրանք խոսում են, կարդում են, գերում ենք։ Հայկական դպրոց են հենց գնում։ Այո։ Ինչ հետաքրքիր է։ Եվ Դանեշ, համեմատաբար քիչ ունենք, օրինակ հնդկական ռեստորաններ Հայաստանում, այնքան շատ չեն, ես նկատում եմ։ Հետաքրքիր է, որքանով է ձեզ ճիշտ եւ լավ ներկայացված նաեւ հնդկական մշակույթը Հայաստանում եւ ինչ կավելացնեիք դուք այս առումով։ Ճիշտ ասած, ռեստորանտ ես եմ բացել, առաջի ռեստորանտը Կարմա Տերյանի վրա։ Հիմա ունեմ India Palace Ամիրյանի վրա։ Ահա, հրաշալի։ Որտեղ հենց հնդկական խոհանոց է ռեստորան։ Ովքեր են այ թեմա բացվեց ձեր այցելուները, հաճախորդները, դե բնականաբար հնդիկներ, բայց կարծում եմ հայերել են, չէ՞ գալիս։ Այո, շատ են գալիս։ Սիրահարներ կա, ով որ մշտական մեր հաջակորդ են։ Այ ինչ խորհուրդ կտակ, ես օրինակ հնդկական խոհանոցին ծանոթ եմ եւ հաստատ կայցել եմ ինչ-որ բան փորձելու համար, ինչ խորհուրդ կտակ, ինչ փորձել ամենաառաջինը, որ սենց ամենաշատն է արտահայտում հնդկական խոհանոցը։ Մերը շատ մեծ տեսականի ուտելիք ունենք, մենք դա ստարտերներ, appetizer-ներ սկսեց, սամոսա ամենա ջանացված appetizer-ը, սամոսա։
Դա այն քառակուսի, Այո, որ խրթխրթան, այո, 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 ես տեսել եմ այո, վիդեոներում, ֆիլմերում, անպայման այո, պետք է փորձել թերևս։ Ահա։ Եվ մենք ունենք ոնց որ հայեր ունենք տոնիրը, մենք ունենք տնդուր։ Այո։ Եվ մենք մեր հացը, մեր կորոված ամեն ինչը տոնիրի մեջ են պատրաստում։ Ահա, կա նմանություն։ Պետք է գնալ Իրեւ եւ ովքեր են աշխատում ձեր ռեստորաններում, հայեր կան։ Կոհարարները բոլոր հնդիկները։ Դե բնականաբար։ Այո։ Բայց էլի հայեր էլ կա մեր Ահա, պաստորեն մեր երկրում նաև աշխատատեղեր եք ստեղծել։ Այո։ Շատ շնորհակալ ենք, Դանե, շնորհակալ ենք մեզ հյուր գալու համար, շնորհակալ ենք մեր երկիրը սիրելու եւ մեր երկրի տնտեսության նաև աշխատատեղերի մասով ձեր ներդրումն ունենալու համար սիրով հիշեցնեմ, որ Հայաստանում երկար տարիներ բնակվող գործարար, ապրանքների միջազգային առևտրի մասնագետ եւ ներդնող Դանեշ Նարայանյանի հետ էինք զրուցում։ Մենք հիմա կլուսանկարվենք, դուք էլ եւս մի երգ վայելեք եւ կվերադառնանք ու կողջունենք մեր արդեն մյուս հյուրերին։ Սուրճ ու սեր առավոտից։ Մեր տաղավարը կրկին հյուրառատ է, խոսելու ենք մշակութային ու ներառական մի կարևոր միջոցառման մասին, որը ընդամենը մի քանի օրից տեղի կունենա Օձունում։ Թե ինչ միջոցառում է սա եւ ինչ ասել է ներառական փառատոն, մեզ կպատմեն հենց փառատոնի համահիմնադիրներ, երաժիշտներ, կլինիկական հոգեբաններ Աննա եւ Անահիտ Մխիթարյանները։ Բարի լույս եւ բարի գալուս մեր տաղավար։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ, որ օրը մեզ հետ եք սկսում, հետաքրքիր այս նախափառատոնային ընթացքում սովորաբար ինչպես եք օրը սկսում հիմա, վստահ եմ խառը եւ մի փոքր բազազացի մեջ, որպեսզի օրվա էներգիան հերիքի։ Այո։ Ու այնուհետ մեր նախապատրաստական աշխատանքներն ենք իրականացնում։ Ճախրուկը մի քանի տարի կա, բայց վստահ եմ կան մարդիկ, ովքեր շատ չգիտեն կամ առաջին անգամ են լսում,
Նախ խոսենք փառատոնի բովանդակությունից, ինչ է այն եւ ում է միավորում մեկ բեմի, մեկ հարկի շուրջ։ Ճախրուկ արդեն 6-րդ միջազգային փառատոնն է մեկնարկում այս տարի Լոռու մարզի Օձուն գյուղում եւ փառատոնը այս տարի իրականացնում ենք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Երևանի պետական երգչախմբի, Կամերային երգչախմբի եւ հնագույն երաժշտության տաղարան համույթի հետ միասին։ Շատ գեղեցիկ համերգային ծրագիր ենք ունենալու, համախմբել ենք կրկին անգամ հարյուրավոր երեխաների, թե հատուկ կարիքներ ունեցող եւ ոչ միայն եւ աստվածային մի վայրում այդ սարերի ֆոնին դաշտում գեղեցիկ միջոցառում ենք ունենալու Եվ հետ գնալով հետաքրքիր է դուք համահիմնադիրներն եք հանդիսանում ամենասկզբում ինչպես եկավ գաղափարը նման փառատոն ունենալու եթե վերադառնանք 2019-ը, չէ՞, թվական հիմնադրման տարի։ Մեր ոգեշնչման աղբյուրները հենց մեր ճախրուկներն են։ Ամբողջ գաղափարը հենց իրենցից է եկել, որովհետև երբ որ ունես համերգային ծրագիր, երբ որ ստեղծագործում ես եւ այլ ավելի դու ազգային երաժշտություն ես ներկայացում եւ կարեւորում ես այն փաստը, որ մենք է կարող ենք։ Ես չեմ առանձնացնում մեզ ճախրուկներից, մենք բոլորով։ Ու այդպես եկավ գաղափարը, որ բոլորին համախմբենք ճախրուկի շուրջ։ Իսկապես բոլորը գալիս են, ոգեշնչվում են, այլ կերպ են սկսում մտածել, ստեղծագործել։ Ինչ են անում փառատոնի ընթացքում երեխաները հիմնականում երաժշտական հատվածով է, չէ, այն հագեցած, բայց գիտեմ, որ նաև ցուցահանդեսներ են լինում, ինչ գործիքներ են ընդհանրապես նվագում, ինչեր են երգում։ Այս տարի ավելի շատ երգչախմբային համարների մեջ են ներգրաված լինելու, բայց յուրաքանչյուր տարի տարբեր երաժշտական գործիքներով, դե իհարկե ազգային հոգևոր օրացային երգեր են երգել, բայց այս տարի մի փոքր ձևաչափը փոխել ենք, համ մեզ համարել է առավել հետաքրքիր, որովհետև յուրաքանչյուր տարի այլ կերպ ենք մտածում։ Կրկին անգամ ցուցադրություն է լինելու ձեռագործ աշխատանքների, նաև այնպիսի հաստատություններ, որոնք երաժշտական կատարումներով հանդես չեն գալու, նաև ունենալու ենք ազգային պար, վարնական ավանդական բարի խմբի անդամների մասնակցությամբ երեխաների օգնության հետ կապված ասացիք, չէ, այդպես ես մտովի միանգամից մեր ճախրուկներին հիշեցի, իրականում իրենք շատ են մեզ օգնում, թվում է թե իրենց անելիքը միայն բեմի վրա երաժշտական կատարումներն է, բայց ճախրուկներից շատ առավել մեզ նախապատրաստական աշխատանքներում ոչ ոք այդքան չի օգնում, կարող ես լիարժեք հույսը դնել այդ մարդկանց վրա ու ամեն բան մենք միասին ենք անում։ Ինչ տարիքի երեխաներ են հիմնականում, ովքեր են մասնակցում եւ արդյոք մասնակցության թիվը փոխվել է, իրենք են դիմում, թե դուք եք առաջարկով հանդես գալիս, ինչպես եք հավաքում երեխաներին եւ քանի հոգի է ընդհանուր։ Եվ մեզ դիմում են եւ մենք ենք դիմում, որովհետեւ անչափ կարեւոր է, որ յուրաքանչյուրը ունենա իր ներգրավվածությունը, տարբեր տարիքային խմբերի մասնակիցներ ունենք, սահմանափակում ընդհանրապես չունենք, անգամ մենք նախորդ տարիներին ունեինք խնամքի հաստատություններից մեծահասակ մարդիկ ունենք, ովքեր որ մասնակցում են փառատոնին, այսինքն տարիքային ոչ մի սահմանափակում չունենք, ամենակարևորը մեր ազգային երաժշտությունը ներկայացնեն, ամենակարևորներից մեկը, այո։ Եվ փառատոնի յուրահատկությունը նաև այն է, որ ամեն տարի մի վայրում է անցկացվում, հետաքրքիր է ինչպես որոշեցիք այս տարի հասնել Լոռի, նախ մինչև այս որ քաղաքներում, որ համայնքներում եք եղել եւ ինչպես ընտրվեց Օձունը։ Մենք ճախրուկ խորհրդանիշ որ հանձնում ենք մասնակիցներին, իդեպ եթե տվյալ խումբը մասնակցում է երկրորդ անգամ, իմաստ չունի նույն խորհրդանիշի ստալ, որովհետև այդ խորհրդանիշը իր մեջ ամփոփում է մարդու ուժը, հավատը, հարատևությունը եւ այդպես ոնց որ շատ հաճելի ավանդույթ ունենք եւ խորհրդանիշները որ հանձնում ենք, մենք գնում ենք քարերը ուխտագնացությունից բերելու։ Այս տարի այդ քարերը մենք Լոռուց բերեցինք եւ եղանք նաեւ այն վայրում, որ արդեն որոշել ենք եւ ոնց որ այդպես որոշեցինք, որ շատ գեղեցիկ վայր է եւ ինչու՞ չէ այս անգամ էլ այստեղ լինենք։ Գեղատեսիլ Լոռի։ Այո։ Մենք եղել ենք առաջի հենց մեր ճախրուկ փառատոնը արեցինք Վանաձորում, հենց հայքի հրապարակում, այնուհետև գնացինք Սաղմոսավանք, հետո Գյումրի, Գոշ Եվ հիմա Խարբերդի մասնագիտացված մանկատան արեցինք 3 օր, որովհետև կոնֆերանս ունեինք, հետո արտ-թերապիայի դասընթաց բոլոր մասնագետների համար, իսկ այժմ պետք է նորից գնանք Լոռի։ Իսկ սկզբանե փաստորեն մարզից էլ սկսել եք։ Այո։
Հանդիսատեսի համար նախ խորհուրդ կտա գալ եւ մասնակցել, վստահ եմ ոչ միայն երեխաները որպես հանդիսատես կարող են գալ, այլ նաեւ բնականաբար մեծահասակները, հետաքրքիր է ինչ տարածքում է սա կազմակերպված, արդյոք հիմնականում բացօթյա է լինելու, թե կոնկրետ համերգասրահում, մի փոքր ավելի մանրամասն եւ ինչպես խորհուրդ կտաք հասնել օձուն։ Մեզ համար անչափ կարևոր է որ փառատոնը անցկացվի բացօթյա, ավելի մոտ լինենք բնությանը, միանշանակ մուտքը ազատ է, հրավիրում ենք բոլորին, եթե ուզում ես ավելին երազել, հավատալ քո սեփական ուժերին, իսկապես պետք է ներկա գտնվես ճախրուկին։ Հրաշալի է։ Ինչ դժվարությունների եք բախվել այս 6 տարիների ընթացքում Հայաստանում մեծամասշտաբ միջոցառում կազմակերպելը, այն էլ երեխաների հետ կապված հեշտ չէ եւ արդեն 6 տարվա, այսպես ասած, բարձրությունից երբ նայում եք ինչներ դժվար առաջին տարիներին, երբ առաջին անգամ եք կազմակերպում։ Շատ հետաքրքիր փորձառություն ունենք այս 6 տարիների ընթացքում, որ այդ փորձառությունը մեզ ավելի մոտ դարձրեց հենց մեր էությանը ու հետ չնահանջել սովորեցրեց։ Իսկապես, լիքը դժվարությունների հանդիպել ենք, բայց դա նորմալ է ու բնական է, որ պետք է հանդիպես եւ հաղթահարես։ Հետաքրքիր, 6 տարիների ընթացքում ավելի շատ ոչ թե խնդիրներն են պակասում, որքան նպատակները մեծանում են, խնդիրները զուգահեռ ավելի են շատանում, ուղղակի փորձառությունը թույլ է տալիս խնդիրների զուգահեռ ավելի հարթ անցնել այդ ամեն ինչի մեջով։ Հետաքրքիր է նախապատրաստական աշխատանք, այդքան երեխաներ իրարից տարբեր, վստահաբար բավական եւ զվարճալի կլինի եւ նաեւ բարդ, ինչպես են անցնում այս նախապատրաստական աշխատանքները, ամեն տարի փառատոնից առաջ որքան ժամանակ եք պատրաստվում եւ դեռ որքանով եք պատրաստ, դեռ ինչ կան անելու։ Ամսի 2-ին ընդառաջ։ Մի ամբողջ տարի մենք պատրաստվում ենք։ Փառատոնը անցնում է, հաջորդ օրվանից մենք արդեն մտածում ենք հաջորդ տարվա փառատոնի մասին։ Իսկապես բարդ է այդքան մասնակիցներ հավաքել եւ փորձել ամեն բան անել, որ անցնի անթերի, առանց որից մի խնդրի։ Իսկապես բարդ է, բայց շատ հետաքրքիր է անցնում։ Նոր ընկերներ են ձեռք բերում, իրենք էլ են ոգեշնչվում, սկսում են ել ավելի երազել, իրենց հնարավորությունից եւ սահմաններից դուրս գալ։ Այսինքն դու կարող ես այդ գիտակցումը մեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա կարծում եմ։ Ահա։ Դե ինչ սիրով բոլորին հրավիրենք օգոստոսի 2-ին Օձուն համայնք Լորի, որտեղ տեղի կունենա ճախրուկ արդեն 6-րդ ներառական փառատոնը, ցուցահանդես, համերգ, շատ բան կա տեսնելու, լսելու այդ օրերին, այդ օրը եւ ամենակարևորը այս ամենի մուտքն անվճար է, մարդիկ կարող են ազատ գալ, կարծես ժամը 18-ից, չէ՞, խորհուրդ եք տալիս եւ մի քիչ հով կլինի եւ արդեն միջոցառումը սկսված կլինի։ Ահա։ Սիրով հիշեցնեմ, որ փառատոնի մասին զրուցում էինք համահիմնադիրներ, երաժիշտներ, կլինիկական հոգեբաններ Աննա եւ Անահիտ Մխիթարյանների հետ։ Միանգամից արի եթերներ եզրափակենք մի գեղեցիկ երգով, որը կարծում եմ արժե ամբողջությամբ լսել եւ չընդհատել, իսկ մենք ձեզ հրաժեշտ տալուց հետո նաեւ կլուսանկարվենք մեր հյուրերի հետ, որպեսզի այնուհետեւ այս լուսանկարները նաեւ տեղադրենք մեր սոցիալական էջերում, ձեզ հիշեցնելով, որ մեզ կարող եք յուրաքանչյուր աշխատանքային առավոտ միանալ եւ օրվա արդյունավետ բաղադրատոմսը իհարկե մեր ձեռքում է։ 10:51 մենք ձեզ եւս մեկ անգամ բարի լույս ենք մաղթում եւ օրվա լավ շարունակություն։ What about sunrise? What about rain? What about all the things that you said we were to gain? What about killing fears? Is there a time? What about all the things that you said was yours and mine? Did you ever stop to notice all the blood we've shed before? Did you ever stop to notice this crying earth, this weeping shore?
done? What about all the peace that you pledged your only son? What about flowering fields? Is there a time? What about all the dreams that you said was yours and mine? Did you ever stop to notice all the children dead from war?